բացում Կահնիքներ ենք բացում Պատկերացնում ես ռեստորան ես բացում, մտնում ես կովիդ, ասեք ինչ տիպի անակնկալի մեջ ես դու, էլի։ Դե հիասթափվում ես, վախենում ես, ուզում ես սաղ փագես, փախտես, չգիտեմ։ Սարսափելի քանակությամբ խաղող եմ գողացել։ Շատ մեծ ինդուստրիալ մակարդակներով, ֆուրերով։ Այսօր կարամ ես գլուխ գովամ, որ բանը։ Ասենք պաներ խաշը մենք վերականգնել ենք Երևանում, օրինակ պաներ խաշի բանը կուլտուրը։ Ես ասում որ դա դենական է։ Ոչ չեմ ասում, ոչ չեմ ասում, ասում ներողություն։ Մեր խոհանոցը դա էմոցիոնալ ակտ է։ Ինքը դες պրոստը բան, պայդանիա չի, էլի։ Պատկերացնում եք, ինչ տիպ ենք սա խառնել իրար։ Այս սրահում տենց կեսը գոռում այմ սալաթը ուրա, կեսը գոռում այմ միսը ուրա։ Հոտը ուժեղ էր ինձ։ Այս ուտելիք չի։ Դու պետք է ասես դու մասնագետ ես ուտելիքի հետ կապված։ Չեմ պատկերացնում։ Այդ տիպ այդ աստիճան մասնագետ չեմ, էլի։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք խոհանոցում հաղորդաշարը ու շատ ճիշտ եք անում, ովքեր չեն բաժանորդագրվել, կարող եք բաժանորդագրվել, լայքել, երկու բառ էլ գրեք, էլի, օրինակ ասենք ինչ, ադի բուդի, հա։ Երկու բառ։ Շատ լավ ասեց Արտյոմը, ողջունում ենք բոլորիդ, սիրելի հետևորդներ, ոնց որ ասում էր Էմիլը, զանգակ-մանգակ կոճակները չմոռանաք, լայքեք եւ նաեւ մի առաջարկ ունեմ, նախ ուզում եմ ողջունել մեր մշտական դիտող մեր ընկերոջը, ով Գրենլանդիայում է ապրում եւ մշտապես բարևներ է գրում մեզ, բարևներ Գրենլանդիայից, ուզում եմ նախ ողջունել այդ մեր ընկերոջը, ողջույն Գրենլանդիայ, մենք չգիտեինք, որ Գրենլանդիայում հայեր կան եւ ընդհանուր առմամբ մի առաջարկ ունեմ, ովքեր որ հերուներից են մեզ դիտում, այդ բարևները գրեք ու գրեք որ երկրներից, որ քաղաքներից եք, մեզ շատ հետաքրքիր է թե որ տեղերքից են մեզ ընդհանուր առմամբ դիտում։ Օրինակ ինձ արդեն հետաքրքիր է Գվատեմալայում հայ կա թե չկա։ Բայց նենց ասես Գրենլանդիայում չգիտենք որ հայ կա, գիտեմ միայն սպիտակ արջ պիտի լինի, էլի դեռ։ Դե հա, չէի պատկերացնում, որ օրինակ կա հայա շատ չէ Գրենլանդիան։ Արջերն են հայ, արջերն են այնտեղ հայ։ Մի խոսքով պադիլյացա եղեք ժողովուրդ ջան, ինչպես կասեր դասականը։ Եվ սիրով ուզում ենք ներկայացնել մեր այսօրվա հյուրին։ Բոլորդ նրան միշտ գիտեք, որ ասում եք այն ուտող տղեն, այն սիրուն ուտող տղեն, իսկ ավելի հստակ Քամանչա ռեստորանի, ավելի շուտ արդեն ռեստորանների հիմնադիր տնօրեն, բլոգեր Արեգ Գևորգյան։ Բարով ես եկել։ Ոտս խերով։ Ոնց ես։ Բարի գալուս։ Շատ լավ։ Ինձ թվում է Արեգին բարևելուց հետո պիտի ասես կերած խմած տանուշեմ։ Ոնց էր կա։ Արեգ շատ ուրախ եմ որ այսօր եկել ես, ժամանակ գտել ես, որովհետև մենք քո ժամանակը տեսնում ենք տարբեր հարթակներում ինչով ես զբաղված, շատ խառն ես։ Այդ ձևականությունները, ազատ ֆրֆռում են։ Մենք այդ բանը, տպավորությունը։ այդ տերյուկները գիտենք։ Ասպապերի ձևուշկա դիպենդիվից է։ Մենք այդ տերյուկները գիտենք ոնց են ստանում այդ ամենը, բայց քո դեպքում ինձ թվում է մի քիչ այլ է, որովհետև շատ մեծ թիմի հետ ես աշխատում ու շատ լուրջ ու պատասխանատու գործ ես, բայց ինձ հետաքրքրող հարցերից մեկը եթե կարելի է միանգամից տամ, էլի դու այդ ամեն ինչը ուտում ես։ Դե ինչ որ ուտում եմ։ Ինչ որ չկա տենց կարող է տենց այդ բուրգը որ դրած է իշլիքի ուֆտաների 4 հատ ուտում ես, ստոպ 6 հատը տանում բուրգը չեմ ուտում, չէ։ Տանում են բուրգը ուրիշ թե։ Չէ, տոլմաներն է, տոլմաները ես։ Բայց միջև այդ բուրգը շատ մարդկանց մոտ տպավորություն կա, որ բանը ինչքան իրանք ռեկ են անում, այդքան ես ուտում եմ։ Հա։ Ինչքան ինձ բերում է, ասենք, իրաց բանում, ֆիդում այդքան, բայց դա չէ, էլի, այդ կա, այդ նույն վիդեոն, ասենք, մի 10 անգամ։ Մեկ էլ, մի հատ էլ, եկել որ առաջ նորմալ սնվող մարդ եմ, սենց ասում։ Ինչ որ մի օր երբ ես մեզ հրավիրելու գանք իրար հետ ուտենք։ Հենց այսօր։ Այ կապալ։ Այո, շատ լավն էր։ Всё, վերջ ես էլ հարց չունեմ, արեք։ Էդ է քեզ հետաքրքրում, հա։ Չէ, բայց այդ հարցերիդ մեջ կար այդ որ իսկականից ուտում ես, այն որ այդ իսկականից դու ես, այն որ իսկականից ձեր շորերն է, այդ շարքից էր, էլի, իսկականից ուտում ես, այդ Չէ, դու պատկերացնում ես, բան 100 հատ տոլման, ասեն, քանի կիլո միս է, այդ բայց ես այն որ հայ հավատում եմ, որ դու ուտում ես։ Շատ էս բան ռեալիստական։ Չէ, որտեվ շատ ախորժելի է այդ process-ը, էլի, որ նայում ես, օրինակ եղել է, որ ես նայել եմ, այն որ սովածել չլնես, տենց ասում ես վախ, կուտեի, էլի հենց հիմա, տենց Չէ, շատ համով ամեն։ Ուտելու արվեստ է, Դե մեծ փորձ ունեմ, ցավոտ տամ, մոտավորապես 30 քանի տարի է, տենց ուտելու գործի վրա։ Իդեպ տարիներ առաջ
Քամանջա ռեստորանի հենց դիմացի մայթի շենքում ես մի հատ շատ հետաքրքիր բնակարանում ռեստավրացիա ենք անում, ինքը հին կլասիկ տուն էր։ Մենք հաճախակի իջնում ենք այդտեղ սուրճ խմելու։ Այդ այն պերիոդն էր, որ Քամանջա կարելի էր գնալ առանց հերթի։ Այո։ Ու մանավանդ Մինչև 23 թվական։ Մինչև առավոտները։ Դե հիմա գիտես ինչքան դժվար է։ Ես կարծեմ անցած տարի իմիջիայից մեր առաջի հանդիպումը տեղ ա եղել, Արեգել։ Իմ դասընկերներս եկել էին, ասացին որտեղ հաց ուտենք, ես մի անգամից ասի Քամանջա, չգիտեմ ինչի։ Գնացինք Առավոտը վիդեոս էիր տեսել։ Գնացինք այն պիկ ժամին ու հասկացանք, որ իսկապես նստելու տեղ չկա։ Խնդրեցինք, բան ասեցին, որ սպասեք, ահագին սպասել ենք ու առանց հոգնելու, առանց զազրանալու նստանք համով հաց կերանք, դուրս գալուց մայթի վրա շատ մի ամիտ տեսանք ու չեմ է բարև է, ասել եմ շնորհակալություն, հիշում ես, որովհետև իսկականից պետք է ասել այդ բառը քեզ, որովհետև դու շատ սիրուն բան ես ստեղծել։ Այ մերսի։ Ու եկանք մի հասանք արդեն առաջի հարցին, ո՞նց սկսվեց այդ շատ սիրուն բանը։ Ինչպես բոլոր ավանդական հայկական ընտանիքներում կնոջս հորդորով, հա, ռեստորանային բիզնես սկսեցի։ Բրավո։ Այդ որ թվերի բան, որ թվականից 16 թվականին, դե միտք կար, ես մի քիչ ուրիշ բաներով էի զբաղվում այդ ժամանակ, բայց միտք կար բիզնես սկսելու, այտենց ընտանեկան խնայողություններ ունեինք մի քիչ նաև վարկ վերցնելու բան։ Հնարավորություն եւ ցանկություն եւ արդեն տենց տրամադրված վիճակ էր, էլի քննարկված, որ կարելի է նաեւ ռիսկ անել։ Ու մի հատ, չգիտեմ, ծանոթ եք թե չէ Քյուրքչյանի աշխատություններին։ Այո, դիզայներ։ Չէ, դուխին Քյուրքչյան գնացի, դու Չէ, ուրեմն դիզայներ Քյուրքչյանի մասն է խոսքը, որը բան է, ահագին աշխատել է այդ մարդը մոտավորապես մի 20 տարի վերականգնել է 11-ից 17-րդ դարերի հայկական դրոշմազարդ մատյանների զարդանախշեր։ Այդ գիրքը որ բացում ես, քեզ թվում է թե ժամանակակից դիզայներների աշխատած զարդեր են, հասկանում ես որ հայկականը մենակ են փախլաբաններ ու բաները չի էլ են որ բան են, սա պրոստերի տեսքով։ Հա, ու ինքը տենց ոգեշնչում էր իրան հետարքիր ձևով սրճարանում ցուցադրելու ու առաջի պրոյեկտը հենց տենց ստեղծվեց։ Ինքը ամբողջ ինտերիերում, չգիտեմ, սպասքի մեջ, բարձերի կամ ինչ-որ բաների վրա, սա ցուցադրված էր ոնց որ հասցեական, թե որ թվականին մեկը Երուսաղեմից է, մեկը, չգիտեմ, Արևմտյան Հայաստանից է, մեկը Մատենադարանում է ցույց տված, այսինքն ինքը ռեստորան էր, որը նաև ցույց էր տալիս ժամանակակից մոտեցումներով հայկական մշակույթը, հա։ Առաջի փորձը այդ էր, տենց արմատ ռեստորաններ, կաչելիներով բան չի։ Հա, անկյունի վրա, հա։ Հա, փայտային։ Այո, ես հիշեցի արմատ ռեստորանը։ Շատ սիրուն ինտերիերով, շատ։ Հա, պուպուշ տենց։ Հա, մենք հյուրեր գալիս էին ուզում ենք զարմացնենք։ Հա, բերում ենք անկեղծ է, դրսից որ հյուրեր էին։ Ես վերջերս ինչ-որ նոր ափսեներ ցուցադրեցիր հենց այդ նախշերով։ Հա, դե Մանեթայլզի հետ ենք աշխատում, չգիտեմ, դες գովազ դա, լու շատ եմ անում, ասում։ Հա, էլի մերն է, էլի։ Հա, տենց, այդ ուղղությամբ աշխատում ենք, հա, հայկականը նորովի ներկայացնելու հետարքի ներկայացում։ Տենց սկսեց։ Ես չգիտեի ուր եմ մտնում, խեմ մտնում, արժի մտնել թե չարժի, ասում եմ որ կպել ես պետք է խաղաս, էլի ու խաղացի ու սիրարվեցի, process-ում եմ սիրարվել, այնց չի որ ոչ որ ժամանակ տես նստած, արա, ռեստորան դառնամ, բաց, ռեստորան բացը։ Ամեն ինչի արմատն ա եղել, էլի։ Այո, արմատի արմատը, այո։ Իսկ հենց կոնկրետ Քամանչյան որ ժամանակահատվածից սկսեց գործել։ Քամանչյան 2 տարի հետո, 3 տարի հետո, 2019-ին։ Հա։ Երբ միտք առաջացավ բանի նախ երբ որ բաններ արմատներ մենակ հիշում եք Կողբացի փողոցի վիճակը ինչ ընդ ես էլ էի վախում գիշերը այտենց 10-ից հետո մտնեի էլի ընդ կամ կռիվ պետք է անեին կամ ինչ որ կասկածելի в общем process-ների հյուսիսային լույսից հետո գալիս էին մուտք հա էլի ինչ որ քաղաքի կենտրոնում սրտում ինչ որ բան էր այտենց վտանգավոր Հարլեմ էր 13-րդ բան ու արմատը որ բացվեց ինքը այտենց մի հատ ինչ որ մինուտ ճար ինչ որ պուպուշ լուսավոր տեղ էր մենակ մեր մոտ հյուրերը բան ասենք տաքսիներով էին գալիս, էլ այդպես բոտով եկող հյուր հազվագյուտ էինք հանդիպում ու միշտ միտք կար փողոցը վերականգնելու, փողոցը վերակառուցելու բանի ու այդ մտքին համընկավ նաև բանը մեր հյուրերից եկած պահանջարկը, որ այդ ժամանակ հիշում եք երևի Երևանում չկային
ռեստորաններ, որոնք ամեն օր ունեին ավանդական երաժշտություն, հայկական երաժշտություն։ Մեզ գալիս էին այդ հարցումով թե զբոսաշրջիկները օտարերկրացի, թե մեր հայրենակիցները այլ երկրներից, ասում են, բա որտեղ լսենք, ոնց անենք, դե մենք դիրքավորված ենք որպես հայկական, բայց ըստ էության երաժշտություն չունենք։ Ու այդ միտքը առաջացավ, որ պետք է ստեղծել նաև ինչ-որ երաժշտական շեշտադրումով ռեստորան, ինձ էլ թվում էր, թե արդեն այդպես հաջողակ լուրջ բան եմ, բիզնեսմեն եմ, ռեստորատոր ամեն ինչից գլուխ հանում եմ ու մտա դրա մեջ ու մտա նաև կովիդ էլի։ Այդ ոնց որ սկիզբը տենց շատ տենց մոշնի էր էլի, այդ կամանչայի։ Երկուսը մեկում է եղել է։ Այո։ Բայց ամենահետաքրքիրը Դրայվից էինք խոսում, նոր այդ լուրջ ադրենալին էր էլի։ Բայց մինչև այդ Օֆրոդ էր լար։ մինչև այդ մի հատ էլ բան կար, չէ՞ որ փիդեներ էին կոնկրետ։ Չէ, փիդեն այդ ժամանակ առաջացավ։ Հա։ Փիդեն առաջացավ հենց կովիդի ժամանակ որպես հաղթահարման ուղղություններից մեկը, այսինքն այդ ճնշման տակ մենք ինչ որ պրոդուկտ ստեղծեցինք, որ մի քիչ կանանք դե այն ժամանակ ինձ մեկը հարցներ ասեր առաքում ունենալու ես ռեստորան կասի ախպեր արա ռեստորան ենք բացել առաքում ենք ախպեր բա մեզ բանոշ առաքում բանեց կովիդի ժամանակ դավայ տղա ես առաքումը սկսեց պոլնիխոդը աշխատել։ այդ ժամանակ դա հայտնվեց նույն փիդեն էլ հայտնվեց որպես առաքման տենց ֆաստ ֆուդ բրենդ։ Չէ, բայց հետաքրքիր է, նա ես չգիտեի, որ Արմատից է սկսվել, այս ամեն ինչը, այդ որ ասեցի մեր հյուրերին մերում էինք, հետո մի որոշ ժամանակ անց որ էլի ուզում ես մի հյուրի տանես հայկական խոհանոց եւ հայկական երաժշտություն, այդ ժամանակ մենք արեք, չենք ճանաչել դա բնական ոչ ոք, ես բերել եմ էլի քամանչա հյուրերին, որ ժող կամ բանը կոմպոզիտորսկի հայկական ժողովրդական երաժշտություն լսեն, իսկական, ու ուտեն հայկական խոհանոց։ Խնդիրը հենց այդ է։ Մեր երաժշտությունը հենց դրա վրա է կառուցվել, որ այո, ամենայն հարգանքով տարբեր ոճի հայտնի երաժշտական ձևերին, հա, ուրախ գմբծված վիճակներին, ամենայն հարգանքով մենք որոշեցինք լիարժեք բան անենք, վերականգնենք ու ցուցադրենք հայկականը, երբեմն նաև այդտեղ բան, բիզնես տեսանկյունից դուժելով, որտեղ պահանջարկը երբ որ մի քիչ չգիտեմ, մի հատ լինի, մի հատ բան, տես մի քիչ ուրիշ էր, բայց մենք տենց միջև հիմա էլ սենց զսպում ենք այդ տեսանկյունից, որպեսզի մաքսիմալ կանանք ներկայացնենք լավ գործերը, պրոֆեսիոնալ երաժշտական խումբ ենք հավաքել, ոնց որ մեր երաժշտական ղեկավարն էլ մեծ վարպետներից մեկն է մեր, ոնց որ տենց կարամ գլուխ գովան, որ այդ առումով չէ, լավ է անում, որովհետև պետք է սազի էլ էլի, եմ այդտեղ կոկո ջամբո հոչ էին երկելու կամանչային։ Հա, սազի էլի։ Չէ, բայց թե երաժշտական առումով, թե ընդհանուր առումով որ գնում ես երաժշտությունը լսելու, ինքնամաքրվում ես, էլի։ Ասենք այն ինչ որ կա 4 կողմը մի քանի ժամ։ Հա դու կոմիտաս մտալ էլի մեր։ Չէ, կոմիտաս չէ։ Ինքնաբան։ Չէ, կոմիտաս որտեղից մտալ Վաղարշանից։ Տենց է Վաղարշանից մտալ։ Բայց բանա, մենակ երաժշտությունը չի, էլի, ինձ կամանչայի ֆունդամենտը մի ուղղություն այո երաժշտությունն է, մյուսը դրանք ուտեստներն են ավանդական։ Էլի մոռացված։ Բնական է, այսօր կարամ ես գլուխ գովամ որ բանը։ լավ չլինի, չենք ամենակ երաժշտություն։ Պաներխաշը մենք վերականգնել ենք Երևանում, օրինակ պաներխաշի բանը կուլտուրը։ Ես ասում որ դա լենական։ Ոչ չեմ ասում, ոչ չեմ ասում, ասում ներողություն։ Կներեք։ Իսկ հալա ունեք։ Չէ, դա չեմ հանդը գնում եմ մտնել։ Քանի որ խոսքը անցավ ուտեստներից, հետարքիր է քո ամենասիրած ուտեստը որն է։ Պաներխաշը։ Լսի, հա, պաներխաշը, երբ որ խաշը չկա։ Հա։ Հա։ Խաշի ուժեղ փոխարինում։ Երկու բանն է, որ ես չեմ ուտում, գիտես, չէ։ Լուրջ խաշը չես։ Պանիր վարդի չեմ ուտում։ Հա, պանիր չես ուտում։ Խաշն էլ չգիտեմ, կարող է։ Լսի, իմ կարծիքով ընդհանրապես հայկական խոհանոցը այդ բաների, համերի մասին չի։ Ինքը էմոցիաների մասին է ավելի շատ։ Ու ամենաէմոցիոնալ ուտեստը իմ համար այդ խաշն է։ Ինքը, հա, ինքը դաժե խաշ չուտողը գնում է խաշ ուտելու։ Ես հայց գնում եմ, ինձ այդ պրոցեսը դուր գալիս։ Այո, պրոցեսն է, այդ հավաքվել է։ Ընկերներով, ընտանիքներով, այսինքն մեր խոհանոցը դա էմոցիոնալ ակտ է։ Ինքը դες պրոստը բան, պայդանիա չի, էլի։ Դրա Գաստրոնոմիչսկի արգազ է։ Լենականի չեչիլ պանիր է, այդ նույն բանն է։ Այն որ նախ ինքը շատ հագեցնող է, չես կարող շատ ուտես, էլի, մի հատ տենց հավեսի համար չէ, բայց ես ամենակամ Գյումրի որ գնում եմ, ինչ որ մեկը անպայման պետք է այդ պանրից ուզի։
որ ես հետս բերեմ, էլի, այնպես չի որ Երևանում չկա, բայց ինչի են ընդեղից հենց։ Չէ, դե բարդ բան է, մենք էլ ենք դժվարությամբ ենք դրան։ Հա, որ։ Դե այդ քանակությամբ Համայնը կարող է տարբեր։ քանակություն, կայունություն, այստեղ ռեստորանի համար դա կարևոր բան է։ Հեսա զանգեմ կան Լենականից։ Մատակարարումը Չեչիլ Պանրի։ Քանի որ խոսքը գնաց այդ քալայից, Կներես էլի մի հատ բան հազար ներողություն, բայց նույն էֆեկտը պանրխաշ ունի։ Այսինքն ինքն էլ process է, չէ՞։ Հավաքվում եք այդ ուտեստը։ Ամեն մարդ իր ձեռով է սարքում։ Հա, ամեն մարդ իր ձեռով։ Քալագոշը բանում ավելի քալագոշ։ Դու մի ջայլոց բանի Յակուբովիչի հետ կներես հասկանում, просто ուզում էի բան ոնց որ ապացուցեի էլի ասածս որ էմոցիոնալ ու տենց։ Ստիոմի Յակուբովիչի հետ է բաներ խաշ սարքել, նոր հիշեցի։ Ճիշտ է։ Մենք դա մի հատ պրոյեկտ արեցինք։ Պոլեչ ուզես։ Հա, Չէ, Ձեզ մերել եմ պանրխաշ։ սեկտոր պանել խաշն է բարաբար։ Յակուբովիչը եկել էր, ինքը պրոյեկտ ուներ Բաբուշկինը Սիկրետի։ Ինքը տարբեր երկրներ էր գնում, ընդեղած ազգային այդ ուտելիքներն էին Չեմ տեսել։ Մի անգամ էլ Հայաստանում ա եղել, կարծեմ 20 հաղորդում նկարել ենք ստեղ։ Հայաստանում, հա, մեր պավիլյոնում, ասենց ասեմ։ Ու ամեն անգամ հյուրեր էին գալիս ու ինչ որ մի բան սարքում էին հայկական, ու դե parza որ արագ անելու համար զուգահեռ ուրիշ կուխնյայում գնում էր նախապատրաստական բաներ, որտեղ մեր կուխնյայում դες բաներ կա, որ 2 ժամ պետք է եփի, նախորոք անում ենք ու մի հաղորդումներից մեկի հյուրը ես ու Ռուբոն ենք մտանքնես Ձյաձյա Լեոնյային, գիտես ինչ ենք արել Ձյաձյա Լեոնյային, ասինք այսօր 4 հատ բան ենք սարքելու, ինքը զարմացավ էլի, ամեն մեկը դες մի հատ հազիվ է։ Պրոցեսը։ Ասեց ինչ բան, sense չէ ճիլպանի լավաշի մեջ դրի բուրում արի, ասի էտը ռաս։ Մեկ։ Դա Մյուսը պանրխաշն ենք սարքել, պանրխաշ շատ սիրեց, ինքը գիշերը նույնիսկ զանգել էր, ասեց ես տես բան չեմ կերել, չգիտեի այդ ինչա էլի։ Այդ էլ է, այդտեղ էլ հանճարեղ ենք բարձությամբ նայում։ Ես այդ պրակտիկ, մեր պապերը պրակտիկ են եղել, հաց բանի մաս չեմ բարդացել, սոխարած ուրիշ բան չկա։ Ռալմը դավայ քիչ կարակի մեջ։ Ջալոցը դե ամենախնդալու հաղորդումներից մեկն է Ձյաձյա Լեոնյան։ Չեմ նայ, անպայման կնայ։ Հետարքիր Կա YouTube-ում բան, հա, կարելի է գտնել։ Ես տեսել եմ, կա ու Ու ես ռուսերենի դես ոնց եմ խոսացել, որ այդ մարդը գժվել է, որ Ձյաձյա Լոյնա։ Հա, շատ հայերենա, ռուսերենա, տենց։ Քալայից որ խոսեցինք, մեր հաղորդումը բանը իր ֆորմատը այնպեսին է, որ մենք ոնց որ ասում եմ խոհանոցային պատմություններն ենք պատմում, այսինքն նրանք ինչ որ մնացել են կադրից դուրս, ինչ որ ծիծաղաշարժը հետաքրքիր է, որ մարդկանց հետաքրքիր կլինի, հենց ես այդ քալայից որ խոսացինք, մի հատ բան հիշեցի, պատմություն, որ մի հատ հնդիկի ինչ որ շատ պատվավոր հնդիկի բերել են ու Գյումրի տարել են քյալա ուտելու, ուզեցել են հյուրասիրեն։ Ուզեցել են։ Հա, ուզեցել են հյուրասիրեն, դե բերեք Չի ստացվել։ քալեն էփած որ դրել են, կովի գլուխը տեսել, ուղակի ուշա գնացել, էլի, որ ասենք այս։ Բայց իրանք կապիկի գլուխ են ուտում օրինակ։ Այդ ի՞նչ է։ Դե հիմա։ Այդ ինչ բան է։ Այդ ուտելու բան է։ Հիմա ուզում ենք մենք իմանանք քո կյանքում եղած ուշագնացությունները։ Արա իրաց մոտ դե սուրբ բան է, չէ՞ այդ բանը, ոնց որ բացեն, ասենք Կրիշնայի գլուխը լինի։ Հա, եկեք մարդ ուշքի գնացել էր, էլի, 10-ած կորի էր եկել։ Հյուրին տենց բերել են անակնկալ, ասել են քեզի մի ախպեր ջան։ Ուշքը գնացել է էլի։ Ուշքը գնալուց հետո գավաթես ախորժակած բացվեց, մի տեսակ ախպեր։ Ջիրան հերիք էր, էլի։ Եթե հետ է եկել պամիդորով զվաձևով են։ Վախենալու է քալը, չէ՞ բերում դնում են։ Երեխեքը ասենք շատ ժամանակ բան են լինում։ Նայած երեխա, լենական երեխեքը չեն։ Իրանք սովոր են։ Լենական երեխեքը ուտում են, չանով էլ պիստոլետ են սարքում, խաղում են դες։ Դե սովոր են։ Նորմալ է։ Երեխա վախմանից։ Արեգ ջան, Լսի, հա։ լիքը հյուրեր են գալիս տարբեր երկրներից, 1000 բան եղած կերնի, էլի։ Դե մենք ուզում ենք այդ պատմությունները լսենք խնդալու։ Ամենասկիզբը իրականում այդ պահին ես չէի մտածում որ դրա մասին ծիծաղալով խոսամ էլի բայց հիմա որ հիշում եմ իսկապես ծիծաղալով այդ բանը այդ ամփորձ ռեստորանային ոլորտ մտնելու մասին է էլի որտեղ սիրուն սարքեցինք սաղ այդ իմ ասած զարդանախշերը արմատի մասին է էլի խոսքը հասցրեցինք ինչ որ բան ինչ որ անհասկանալի արագ ստացվեց բոլորը ասում են այդպես մի տարի տևելու է բան այդպես 3 ամսում սա դիզայնից միջև խոհանոց մշակեցինք պատրաստեցինք ռեստորանը էլի պատրաստ ենք ինչ ասեց բան այդպես բացում արեցինք մի հատ լուրջ այդպես հրավիրեցինք տարբեր մարդկանց բան ու հաջորդ օրը այդպես նստած ենք սպասում ենք դե հեսա պետք է սկսի աշխատել էլի ռեստորանը բարդ չկա առավոտից նստած ենք 11 12
ժամը 1-ն է, չկա, ժամը 3-ին հիշում եմ, էլ երկու աղջիկ մտան, առաջի հյուրերը սենց խառնվել են իրար բան ոստ է, սենց բանել կարա լինի, դու գնա, չէ դու գնա։ Ու բանը, հիշում եմ, նրբերշիկի տեսականի պատվիրեցին, են տարբեր բավարական բան, սենց բանը, նստեցին, սեցին ուտել, բան ենք սարքել, էլի, վազին ճուր անսովոր էմոցիաներ է։ Կուխնյայի դրարանգից են սա գլուխ ուտում են, դե ասում ենք նորմալ է, էլի, առաջի օրն է, երևի ես սեղանը կլինի, մաքսիմում 8-ի կողմերը մի հատ էլ սեղան մտնի, բան, դու մի ասա, բոլորը մեզ ընկալել են որպես երեկոյան տեղ, էլի, ավելի շատ, ժամը 6-ը գալիս է ու գալիս են։ հոսք։ Սրան զուգահեռ մենք հասկանում, որ մեր ներքին կառավարման ծրագիրը չի աշխատում։ Ու անցնում ենք պապական մեթոդին, թուղթ ու գրիչով։ Գրիգունի տանում ենք խոհանոց։ Հələ որ նորմալ է սկիզբը։ Հետո դու մի ասա, մեր ընկերները մեզ որոշել են լավություն անեն, բոլորը մի ամուր առանց իր այդ պայմանավորվելու բացեր կանենք, ախպեր ջան, ռեստորան են բացել։ Գնանք։ Ու մեր ընկերներն էլ են գալիս։ Լսի լցվել է այվարը, զորալը, խայտարակ վիճակ, հա։ Այս խոհանոցը դե պատրաստ չի ընդհանրապես, այդ առաջի օրը ամենասուպեր պրոֆեսիոնալներն էլ, այսինքն անսովոր է, չգիտես, պոմիդորը որտեղ է դրած, բանը որտեղ է դրած, ու էլ մի բան էլ թուղթ ու գրիչով քեզ բերում, պատկերացնում եք, ինչ տիպ ենք, սա խառնել իրար։ Այս սրահում տենց կեսը գոռում է իմ սալաթուրա, կեսը գոռում է իմ միսո ուրա, բաս, այդ ինչ որ վիճակ է, այդ սարսափելի ու բաններ։ Ստրեսի մեջ մատուցողները մտնում են ընդդեմ այդ կաբինետ ունենք, սա մտ լացում են ինձ հետ այս sense վիճակն է, էլի զավը։ Մենք էլ sense չլ բան որոշել ենք յանի մենք պետք է նաև մասնակցենք սպասանք բանը բացես բանը, բայց ինչ մասնակցես։ Իմ լավագույն բանը ներգրավվածությունը նոր հյուրերի դիմավորելն էր այդ պահին, էլի, որովհետև նոր հյուրը չգիտի որ ներսը կաշմար է։ Ընդ կար ասել, շանս կա ժպտած բան, ով որ նստածա շանս չունես, սպասարկում հերվես բնում մաքսիմալ բան, մատուցողներ մոտեցեք բան, ինչ ասում, բանը հարցնում մարդ ասեք, ինչ ես նայում դրես։ Սենց էլի ու հանգուցալուծումը, բայց հուզիչ էր շատ։ Բանը, այս մեր մաշա ունենք, մատուցողներից մեկը, բանը, պուճուր սենց աղջիկ էր, բանով այդ սկուտեղով, դե երկու հարկ էր, հիշում եք, չգիտեմ, արմատը բարձանում ասենց սպասկով ու ոտը սոտա տալիս չգիտեմ սենց ու այդ վերջի ակորդներ էլի այդ կաշմար բանի այդ մղձավանջի ու գգմ սենց ծվրվում այդ երկրորդ հարգից առաջի հարգա սալյուտ դες սենց լրություն ես սենց մեջս ասում եմ վсё սենց առաջի ու վերջի օրներ ես ռեստորանի կացած ձև չկա ու ծափահարություններ է սկսում սաղ սրահը սկսում է ծափ տալ ու դու հասկանում ես որ մարդ են էլի всё-таки իրանք են հասկանում են ինչա ու արդեն որ սկսում ես մոտենալ սեղաններ ասում են լավ հասկանում ենք առաջի օրը լավ բան ոչ շատ բան գժանոց էր ու պրիտում մոտենում ենք մեր ընկերներին ասենք չգիտեմ սառույցի աման շատ գիտենք որ պետք է ունենա 20 հատ ունենաս առել ենք էլի 5 հատ բան պետք է ասենք չկա էլի չի հելիք մեր ընկերներն են էլի դա դուժում ապա սառույցի տամանը հիմա տալիս ես տանում եք ես գիտես այն վաղ ծխել կարել էլի մոխրամանը տալու չմ ընկերները լավ համ պատժկարին էլի այդ առումով դե ընկերները հենց դրա համար են որ այդպես պահերին պետք է օգնեն պատժկանեն այդ պահին լուրջ ստրես էր մեր մոտ բայց բան հիմա արդեն կայլացի ցաղալ դրա այդ վիճակը Ինձ հետաքրքիր է որ այդ երկրորդ հարկում այդ բանը հա շուռ եկել հա աստիճանների վրա են որ սա տեղեն են որ տենց սաղի վրա ցավրվես հա ուտեստախառը բասենց որ մեկին հազիվ իր սաղմոնը եկել է բգե ճպ մեջ բան տենց ես պատկերացնում քո վիճակ եմ որ այդ սա ու այդ վերջի չէ ինֆակտը պատրաստ է դու ջայլ է այդ ժամանակ սիրտս բան դիմացավ էլի ասա սարսափելի է ճարչուլ ես ոչ Ասում դուրը բացում է մենակ նոր եկածներին ճպտում էի բալ, դա կարաս էլի կոմունիկացիա ձևավորում։ Սպասված պրեմիերա, գունեղ, երաժշտական, հումորային, ինտերակտիվ ներկայացում, զվարճալի արկածներ եւ անակնկալներ։ Հուլիսի 18-ին եւ 26-ին սիրով հրավիրում ենք ձեզ Սունդուկյանի անվան թատրոն։ Տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkh.am կայքից։
Հետաքրքիր է, որ այտենց բաները, ասենք, այդ օրը քո համար շատ ուժեղ ստրես է, հետո տարին դրանց դու էդի շատ բանով ես էլի հումոր է դա։ Ոնց որ իմ բանը առաջի անգամ բեմ դուրս գալ է վերջի զանգից օրը էլի, այն որ ծնկներս տեսնում եմ էլի ոնց է շարժը։ Ձիերի ծնկներն են։ Տաշկեկը։ Այդպես բեմն է էլի։ Արեգի առաջի ռեստորան։ Արեգ որտեղ է սիրում սնվել ռեստորանում թե տանը։ Լսի, ոսմա ով այնց հարցնում, որտեղ եմ սիրում սնվել։ Որտեղ կամերան միացին է դե սնվում է։ Տենց է, էլի դարելի վայ մոտ արդեն։ Չէ, բանը գիշերները տանը միանշանակ են, որ սս գալիս ես տուն այդ տնավարին։ Հա։ Ված սովորություն է իհարկե այդ գիշերը ուտելը, բայց հանգստանալու տարբերակներից մեկն է նաև որ նստես դու քո հետ Իսկ դու անձամբ որպես խոհարար ո՞նց ես քեզ դրսևորում։ Որպես խոհարար ես պահանջված եմ առավոտները երեխեքի մոտ ձվածեղ սարքելու ուղղությունում ոնց որ ու միակ ուղղությունն է որի մոտ կարամ ասեմ որ ստացվում։ Իսկ սիրում ես հետ այդ process-ը ինչ որ բան քոձերով պատրաստ։ Մի քանի օր առաջ ուզբեկական էի սարքել ժողովուրդը հավանեցին բանով տենց։ Այսինքն ժամանակ գտնում ես նաև տունը բան պատրաստելու, սարքելու։ Ոչ միայն դու ինձ թվում է ռեստորանում։ Լսի, դե ժամանակային առումով եթե երկար ճանապարհ ես անցնում, ֆիրմա ես կառուցում տրամաբանական ընթացքով, այո, դու կարողանում ես ժամանակը։ Օրինակ Արմատը ես բան էի անում տենց։ Առավոտը արտանում էի ու վազում էի բացելու։ Այսինքն Արեգի արտանալուց էր կախված, Արմատը կբացվի այդ օրը դե չէ, ասենք, էլի դե չգիտեմ, կարող մի օր կես ժամ շուտ բացվեր, մի օր կես ժամ ուշ բացվեր, բայց դե հիմա մարդկա որ տրամաբանական ընթացքա, բնական է։ հա, աճը կա էլի, կարող եմ մի քիչ երեխեքին դրամական։ Իսկ տանը սպասում են, որ դու պատրաստես, սիրում են քո պատրաստած Տանը պահանջում են, այո, պուճուրս, պապան սայքի։ Էքսպերիմենտներ անում ես, ինչ որ նոր բաներ։ Հա։ Դու քո իմպրովիզացիաներով ինչ որ, չգիտեմ, ես իմ այլաֆիցիան։ Լսի, դա էլ է հանգստան, չեմ կարող գլուխ գովամ, որ ստացվում է էքսպերիմենտը, բայց այդ process-ը բան մտածելը, չգիտեմ, այդ հա, այդ փորձում դա էլ է։ Մեղերը ու սև պղպեղը իրար հետ ինչ կլինի, էլի ասենք։ Հա, այտենց Բանը ծաղկակաղամբից թեյք եմ սարքել մի քանի օր առաջ, հա, սերուցքային սոուսով շանս կար, որ ստացվելու է, բայց ինչ որ բանի մի բան այն չգնաց, արդյունքը այդքան էլ լավ չէր, բայց ելի կփորձեմ, ինձ թվում է ստացվելու է։ Նոր մտքովս գիտես ինչ անցավ, Ալեք, որ միշտ խոսում են օրինակ վրացական եւ հայկական խոհանոցների ու ընդհանուր առմամբ չէ, հայերը վրացիներս միշտ բան կա, չէ, դա հակա մարտությունը, էլի լավ իմաստով։ Зато у нас вино хорошее։ Հա, зато у нас вино хорошее, մեր կանյակ։ Ուժե у нас хорошее։ Միշտ ասում են, որ օրինակ այս ռուսներ բան, որ գալիս են շատ նկարում են վիդեոներ են անում, ու տենց ոնց որ ասում են առատություն ընդեղի խոհանոցի, այսինքն իրանց ուտեստների տեսականին վրացական շատ է։ Ստե խապկանք կա։ Այո, ես համաձայն եմ։ Դա ուզում ասեի։ Չգիտեմ ինչից է այդ խնդրեմը առաջացել, չեմ կարող գուշակել։ Ես գիտեմ։ Հա, կարան քննարկել։ Ես էլ մոտավորապես գիտեմ։ Մերը պակաս չի։ Առնվազն պակաս չի։ Խնդիրը ուրիշ է, որ մենք մերը չենք կիրառում։ Ապրես։ Ու չգիտենք։ Ապրես։ Սրա Որովհետեւ մասին քաբաբ ու վсё էլի, որ Այդ նույն սահմանափակում ենք որ դրել։ գիտենք, հպարտանում ենք, բան կներես, բայց մասսայական բնույթ չի կրում։ Ես հույս ունեմ, որ պուճուրի կաթիլ ավանդ ունեմ այդ գործում մասը, բայց ինքը տարիներ շարունակ մեր մոտ մասսայական բնույթ ունեցել է, խորովածը մաքսիմում տոլման, մաքսիմում։ Ու բանը, չգիտեմ, այդ մի գուցե ինչ որ մի հատ բան բարթույթ է մեր մոտ, բան անցյալով հպարտանալը, բայց այդ խանգարում է մեզ։ Խոսում ենք ուտեստներից, ասում ենք, արա մեր պապերը, բան, դուք չգիտեմ, նկատել եք, մեկ-մեկ ես ոնց որ հեգնել այդ բանի մեջ, սենց են արել, բան, սենց մենք հպարտանում ենք անցյալով, ներկայում չենք կերել ենք, ես չգիտեմ, ղափաման եղել է մեր մոտ ծիսական, ամեն տանը, ամեն սեղանին, արա բայց հիմա չկա ինգեր։ Ում է պետք է։ Հա, մենակ ինչ որ անցյալում դա թանգարան է։ Ինքը աշխարհ գրավելու հնարավորություն չունի։ Իսկ ռեստորանը, մշակույթը, չգիտեմ, ռեստորան բիզնեսի տեսանկյունից ինքը էքսպանսիայի մասին է։ Դու պետք է նոր տարածքներ գրավես։ Դու չես կարող գնաս, ասենք, պատմես, գիտես, այն վաղտ ինչ լավ էր։ Լավ էր։ Ախպեր ջան։ Դա եմ վախտեր։ Հա, դա եմ վախտեր։ Հիմա պարզ ինչ ես կիրառում։ Հիմա օրինակ մեր հայկական հարսանիքներն ասեմ, որտեղ գործի բերումով շատ ենք լինում, որպես հանդիսավար։
այդ նույն շաբլոն բանն է, շարունակվում է։ ասենք ինչ որ խորոված ձուկ քյուֆտա պերց։ Դե չի կարա ռեսկի տենց կտրվի, չի կարա կտրվի ու տենց դառնա բան, բայց ես Կրես փոխարինվի օրինակ հետարքիր։ Լսի, երկրորդ պատրանքը այն է, որ քանի որ մենք չգիտենք, մենք ասում ենք ախպեր դեր ինչ ունենք որ։ Չունենք, շատ Բայց այսօր օրինակ մեր պրոյեկտներում մենք ապացուցում ենք, որ ռեալ ունենք։ Այսօր առաջի անգամ այդ բանի էլի ստատիստիկ տվյալներով մենք օրինակ, չգիտեմ, մեր մոտ բաները, տաք ուտեստները, ավանդական վաճառքներով գերազանցել են մաղալի ուտեստներին։ Այսինքն հնարավոր է դա։ Ուղղակի պետք է ներկայացնել։ Ուրիշ ինչ որ հաճարեղ բան ենք էլի անում, ուղղակի այն ինչ որ կա ներկայացնում։ Գիտես ինչի՞ց է, որովհետև այդ մաղալը որ բոլոր տեղերը կա, ստեղ որ գալիս են գտնում են չէ մաղալային բան, մի անգամից ասում են դե էնի ամեն տեղ կա, եկեք շորջան, էս ուտենք, էս հայկական ինչ որ հետարքիտ բան է։ Հենց որ ես կարծում եմ ռեալ հայկական խոհանոցը լուրջ պոտենցիալ ունի ու հանգիստ կարա այսօր այո վրացականը բան է, գրավել է այդ նիշաները կովկասյան ուղղության համարյա բոլոր երկրներում կան, իրանք ներկայացված են, անգամ ով դիրքավորված է հայկական իր մեջ անպայման ներառում է վրացական որոշակի ուտեստներ, որպեսզի բայց ես վստահ եմ, որ առանց դրա մեր խոհանոցը կարա էքսպանսիա անի ու մարդկանց սրտեր գրավի, փաստացի ապացուցվում է դա։ Այսօր Հայաստանի զբոսաշրջության մի հատ առյուծի բաժինը, եթե չեմ սխալվում, մոտ 40%-ը դա գաստրոտուրիզմն է, այսինքն մարդիկ գալիս են մեր մոտ ուտելու։ Այդ քո ասած հաց-պանիրն է, պանիր խաշն է, խաշն է եւ այլն։ Այսինքն այդ զենքերը մենք ունենք լրիվ։ Մենք շատ են, չէ, հայկական ռեստորանները, հիմա որ նայում ես, այդ ուղղության ես կոնկրետ որ հայկական բան Հայաստանում հա, այսօր շատ շատացել են, կա, հա։ Էդ էլ է կարևոր, էլի։ Էդ էլ է, այսինքն մենք մեր ներսը պետք է երրանք մի հատ, որ կանենք այդ պատրաստի այդ ճաշը տանենք աշխարհ, էլի։ Մենք ներսը չերացած դա չէինք կանենք, ճիշտ է։ Հիմա մենք երրում ենք։ Հիմա երրում։ Ուրիշ պատմություններ։ Ուրիշ պատմություն։ Օրինակ, դες լավ բան հիշեցի։ Քրչիկ։ Տենց մի հատ բան, հա։ Էդի հիմա որտեղ կա այդ բլյուդը, օրինակ դուք մենք չունենք, բայց քննարկում ենք շեֆի։ Ինքը հայկական է, չէ՞։ Շեֆ Վարարետ մտցնելը, այո։ Օրինակ ես Ինքը նաև ուրիշ անվանում ունի, գիտես։ Ինչ է։ Օրինակ Շիրակում կոնջոլ են ասում դրան։ Էդ ինձ ասի։ Կոնջոլ, հա։ Էդի ուզում եմ մի հատ մայկա տպեմ, կոնջոլ։ Բոլորին բացատրես ինչի մասին է խոսքը։ Այտենց մի հատ վրացական բան կար, ջոնջոլ։ Ջոնջոլ։ Հա, ջոնջոլի։ Ջոնջոլի կտորել կար։ Արա գիտես ինչն է ինձ հետաքրքրում, ինձ թվում է դու դրա պատասխանն արդեն գտել ես ու կամ իմ նման տենց ներսրտվում ես, որովհետև նա ինչն է հետաքրքիր մեր մոտ գարի մսի պակասություն ասեմ, տենց չօգտագործել ասեմ, օրինակ ես արդեն ջնջել եմ խոզի միսը իմ սննդակարգից ու ուրախ եմ դրա համար, տենց վերադառնում եմ արմատներ էլի։ Սա աղամ այսօր վեգետարիանից է դառնում։ Չէ, ես մսակեր եմ, բայց ճիշտ միս էլի։ Ես ուզում հասկանամ, մենք տեսնելու ենք այդ օրերը, այսինքն ուզում եմ ասեմ, կապրենք այդքան, որպեսզի ունենանք նորմալ գառի միս ու տավարի միս։ Ու այն որ մեկ էլ բան է, ճիշտ կտրեն միս էլի, ոչ թե ջարդեն։ Որ մերոնք այդ շատ լավ բան է։ Մերոնք ասես տապորում խանութները որ գնում ես այդտեղ, օրինակ ասենք Ամերիկայում բան որ գնում ես մսի խանութ, օր այդ ամեն մի կտորը սենց տալաշ ակուրատնի ամեն կտորը ամեն մեկան անուն ունի, գին ունի իր, մեր մոտ սա մի գին է, ու սա ջարդած է, այդ մշակույթը երբ է գալու մեր գալիս է սպառումից, խորովածից բուրգը տեից է կառուցվում, էլի խորովածի համար առանձնահատուկ տենց հոգատարություն պետք չի ջարդի, քաշի շշի աղարի ու վсё։ Այսօր լուրջ խնդիր կա շուկայում, գիտեմ որ մարդիկ կան որ ներդրումներ անում են ֆերմաների ստեղծման ավելի ոնց որ արտադրական process-ներով, ինդուստրիալ մոտեցումով անելու համար տենց ներդրումները լինին ու դառնա։ Ես էլ եմ տեսնում, որովհետև այդ տնավարի մոտեցումը բան իհարկե սիրուն է, հետաքրքիր է, մշակույթ է, բան է, բայց ինքը սկի չի կարողանում բավարարել մեր ներքին պահանջը։ Այդ եմ ասում, շատ փոքր է, մի քանի հատ պրոբլեմ ունեն, մի քանի հատ ասենք լավ ցեղատեսակի ցուլիկները բերել են նկարվելու համար այլ որ էլի գլը որ նկարում ենք ընկերոջս հետ մեքենայով Գյումրիից գալիս ենք Երևան, այդ Մարալիգի պերևալների վրա սուց կլոն է էլի, կովերը տեղ ընկերս Փարիզից է էլի,
Ասես եղնիկ են, ասում եմ չէ կով են։ Ասես Իջել թոմբել եղնիկ։ Տեղ, ասի հա, բայց չեն անում, ասում եմ ուտում են։ Ասում եմ դեղ չկա տենց բան, ինքը հելնի սարը ուտի, կայնացել է, գիտես, չէ հիմնական։ Ինչ։ Որտեվ իրանք տես քայլում են, ալպինիստներ են, էլի, մկանոտ տես կենտանիներ են մերոք։ Որտեվ տես ռուսները ասեն գալիս են ուտում են, ասում են խի ասեն, ձիգ ձե։ Դե արի ու բազատի ու այդ քայլել է սիրում այդ կենտանին։ Կեր հայթայթելու համար սարը բարձրանում։ Ստեյք օրինակ ասենք 2 րոպե։ Դժվար կյանքա տեսել։ Դժվար մանկություն ա։ Ձմերը լիժեկով։ Դրանից Մկանոտ գառներ են։ Ստեղ ուզում ես ասենք մի հատ ստեյք սարքես, այն որ նայում ես գիտես որ չէ, մի 2 րոպե սենց ես ժարի տանում, մի 2 րոպե սենց պատրա։ Արա պետք է խաշես ժամերով։ Առավոտը ոսկրից փողվի նոր։ Ինչ մեղք ենք։ Եվ ենք տենալու այդ վիճակը։ Եվ կտենանք թե մեռած կտենանք։ Վստահ եմ կտենանք։ Լավ, ես էլ եմ լավա տեսած։ Մենք քեզ ենք վստահում այդ հարցում Արեգ ջան, որ ասում ես կտենանք, ուրեմն տեսնելու։ Իմ գործը պահանջարկ ստեղծելն ախպեր ջան։ Մենք համաձայնվեցինք։ Այս վիդեոները, որ նկարում ես, հիմնականում ռեստորանի տարածքում է, չէ։ Այո։ Հենց Այո։ ու այս հասկացել եմ, որ այդ մայթի այն որ անցնում են։ Բայ մայթի այն բանի լուկի համար շատ շնորհակալություն։ Շատ ճիշտ լուծում էր, հա։ Լուկը ո՞րն է։ Սենց մի հատ կլոր կիսակլոր տեղ էր մնացել լուկը, տենց որ կարող տենց քայլեր ընկներ, էլի։ Մի այսքան բարձր, էլի։ Լուրջ դեպք չէին ունեցել, բայց կարային փագել է։ Շատ սիրուն է փագե։ Խնդրեմ ձեր։ Խնձորները դեպի։ Ուզում էի հետարքիրել էլ ինչ որ դեպք հիշեցիր, ինձ թվում է թե հենց այդ նկարանների ժամանակ ուտեստերի հետ կապված է էլի բաներ։ Լսի, պատրանքներ կա սկզբից, որ տենց ցանկացած ռեստորատոր ինձ թվում է ունի, էլի։ Բոլորին թվում է թե իրանք բան է, պետք է տենց սպասարկմանը մասնակցեն ու լավագույնն են դա անում, հանկարծ բան։ Ու այդ միշտ ստեղծում է ինձ թվում է սա ծիծաղալու վիճակներ, ճիշտ է դու շատ ուշ ես հասկանում, որ դա կարևոր չի էլի քո ներգրավվածությունը։ Այտենց դե որոշել էի, որ ես պետք է բանում նաև մասնակցեմ սպասարկմանը։ Ուտեստներ տանեմ, սեղաններ հավաքեմ եւ այլն, որտեղ դա սիրուն է, հաճելի է, մարդկանց հետ շփվեմ, բան, sense։ Դե հա, պրինցիպը լավն է, բայց իրականացումը մի քիչ բարդ է։ Իվա, բանը, սեղաններից մեկը հավաքում եմ, այդպես խառը վիճակում, հերթական, sense։ Ուտեստը վերցնում եմ ու ձեռքս ընկնում եմ։ Ձեռքս ընկնում է, ցվրվում է, sense, մի հատ բան ունենք։ Ուրեմն կոչվում է քյուֆթա սերուցքային սոուսով։ Ինքը պուճուրիկ քյուֆտաներ են ու լիքը սերուցքային սոուս է։ Այդ մարդիկ էլ կեսն էին կերել, այդ սերուցքը մեջներ էր։ Այդպես այդ ուտեստը sense ձեռիցը sense ընկնում ու sense Մինչև Թումանյան։ բարձրանում է վերել։ Թե որ դու տենում ես, դանդաղացրած sense վերև հասկանում ես։ Էլի զալը բան sense ինչ որ բան ընկավ ջարդվեց։ Վայ ոչինչ բան մեկը ասում է բանտես բաներ։ Դե ինքը արդեն ստրեսային բան ու ես տենում եմ որ մարդկանց վրա բայց ամենավատը դե այն չի որ այդ սերուցքի հիմնական մասը հայտնվեց հյուրերից մեկի գլխին։ Դա սարսափելի բան է օրինակ։ Բայց հիմա ես ասեմ դուք զգացեք էլի ամենավատը այն է որ այդ մարդը դա չի զգացել։ Ու իրան պետք է դրա մասին ասես։ Հասկանում ես, անցել է արտել այդ դղջերքը։ Անցել է, անգել է գետ։ Ինքը խաբար չի նստա։ Պետք է ուտել ճպտում է դեմքիդ բանը։ Արան նորմալ չի ջոգը։ Սարսափելի ծիծաղալու, սարսափելի ստրես էր։ Ասեցինք, իջերում ժվիտներով բանկաներ եք, հեսա սաղմակ։ Հուսամ ինքը չի հիշում այդ ամեն ինչը չեմ կամ չի նայել։ Ոյ, այտենց, այդ էլ մյուս ծիծաղալու։ Նմանատիպ դեպքեր Իմ ներգրավվածությունները միշտ ինչ որ ծիծաղալու բան է, երբ որ ես որոշել եմ, որ ես այտենց թույն դեմք եմ ինչ որ, կարամ միշտ ինչ որ բան եղել է, էլի։ Դրա համար լավ է, էլի, որ ես մարդ չունեմ, սենց մատով, սենց ես ասում ես մի կողմ, բրծա։ Սալֆետկով Այտենց մի անգամ էլ բան, զգացի, որ ես ռեստորատոր եմ ու գնացի բար բացեցի։ Ինձ թվաց թե ես տենց թույն լուրջ դեմք եմ էլի, տենց արդեն ստացվել է մոտս ինչին կպնեմ, հեսա ստացվել է, բա Թումանի վրա տարածք կար, գնացի ասի, վсё, ես պետք է գիշերային կյանքն ենք վերցնում Երևանի այլևս։ Այո, ցերեկայինը վերցրել ենք, հիմա գիշերայինը, 2 ամիս հետո փախատ է։ Ասեցի, որ հասկացա, որ իմ մասին չէ, որ պիտի հասկանաս
ով ինչ անում զուգարաններում հանգարց Կոնտինենտալի ուրիշ մարդիկ։ հանգարց անչափած եկած չլի մոտը նա տենց նոր տարի հարամ եղավ մոտը բան face control էի դարել էլի քանի տարեկան ես բան ինչ ես խմում բան չխմես պոմադի սոկ Չխմես։ ստե բան Դու հերդ գիտի որ դու ես։ Զանգի պապայ։ շտապություն բան ինչ որ զայ ես խառը վիճա բան ընկերս չկա ուրա բան երևի զուգանում է ջարտեք դուրը բան Ո իսկական ուրիշ բան է։ կաշմար բաներ հասկացա որ այդ իմը չի մարդիկ կան իհարկե ասում են գիշերային կան իմ մասին չէր այդ բանը 12-ը փակվակ վсё Այս խոհանոցից հետո են որ ինչ որ չգիտեմ Ռուսաստանից հյուրեր, այուրեր, ման սպասիբո большое огромное գնում ես այդ ինչ որ սատանայական բոլոլայի մեջ էլի այդ բնական մեկ էլ մի խորհուրդ տամ էլի Արեգ ջան եթե դու շարունակելու ես այդ սպասարկման ոլորտում էլի օգնել բան փորձել անել մի հատ всё-таки դուշևոյ սարքի այս վերջի պրոյեկտում սարքել եմ արդեն որ հաճախորդներից ասես կարակ ցայ մտնի էդի սենց անելուց հետո այսօր Արեգնաս սպասարկում բան Ցելոֆանից կապիշոնը լորացրեք մի հատ հաճախորդին բերես Արեգնա սպասարկում Ադնարազի շոր է տալիս մարդկաց իսկ այդ բախիլները հակեք իսկ նկարելու ընթացքում լինում են այդ անցուդարձի ժամանակ որ դու նկարում ես ինչ որ այտենց շատ արտարոց դեպքեր էլի հետաքի բանա հիմնականում մարդիկ մոտենում են ոնց որ բան անելու համտեսելու նպատակով հա հետս Ինձ դուր է գալի որ հենց մեքենաներին դու կանգնեցնում ես հյուրասիրում ես դա շատ լավ մի անգամ բան էինք բայց սարքել հետո հասկացա որ չպետք է հյուրասիրի եղբայր ես ինչ եմ անում բան այդ կրյուշոն կոչվում է ալկոհոլային կոկտեյլ այդ մեքենա լավ տամեք սենց ախպեր քշում են մարդիկ ուշ հասկացա եկել ծննդատա խաշմերուկում ուժելի ճաճոտ վերցի բան սենց ուտես բոլ ջոգիս սա մեծ բաժակներով բան դա մի քիչ թարս գնաց այդ նկարանում էլի լավ Ժամը ազգի կեսը պրավա չունի։ Դու ես կավանչայի կողմաց եղել ես։ Էտա քեզ զրգին։ Ուզում եի ասեի խայտարակ պատմություն հարցնե հետո հասկացա որ Արեգի պատմությունները որտեղ որ ինքը նմանատիպներ գրավացություն ունեցել ավարտվել են այդպես խայտարակ ավարտ են ունեցել էլի։ Ինչ ես փնտրում եղբայր ասա օգնենք։ Ինչով կարան քեզ օգտակար։ Լավ հարց կա։ Ունեցա որ կարելի ասել գիտենք այս հարցի պատասխանը, բայց ուզում ենք մեր հետևորդներն էլ լսեն։ Ինչի համանչան դառավ այդքան սիրված, որնա ֆենոմենը։ Հիմա պատկերացնում եք սկսեմ ասել բան, մեր քյաբաբը եւ մեր խաշլամեն, չէ, բանը ասում է ցանկություններն եւ իրականությունները տարբեր են։ Իհարկե մեր մարքեթինգային մոտեցում։ Այսօր կներես Երևանում բան դու չես կարող էլի տենց հայկական խոհանոցով էականորեն զարմացնես մրցակցային առավելություն ստանաս դառնաս մասսայական դա չենք խոսում էլի ոչ համով տեղերի ռեստորանից բացի պետք է համով լինես համով չես տենց հա всё պլյուս մինուս համով պետք է լինես էլի մեկը ասենք ռեհան անում խորովածի վրա մեկը մենակ աղա անում մեկը ուրցնանա է անում ասենք մեկը 4 օր դնում է պլյուս մինուս նույնն է էլի այսօր էդ էր մեր բանը կարևոր ուղղությունը այո այդ հնարավորություն տվեց նաև այսինքն դիջիտալ հարթակներում ակտիվ լինելը այդ հնարավորություն տվեց ներկայացնել մեր ուժեղ մյուս կողմերը բայց ոնց որ բուրգի վերևում էտա չեմ կարող խափեմ ասեմ մենք այնքան ստրոյելի ինականից դա ստրոյել էլի տենց չէ տենց չի Արեք մեկ էլ թիմը հավաքելու բարդություններից մի քիչ խոսա դե հիմա քանի որ Kamançan մի հատ չի արդեն նոր թիմ նոր մարդիկ այդ վստահությունը ոնց է անում երկու կեսես եղե այնտեղ վազում ես հետևում ես այդ ամեն ինչը որ այնտեղ է լավ լինի ոնց է այդ ամեն ինչը կազմակերպվում ոնց է թիմը հավաքվում ինչ քննություններ են հանձնում դե ես վաղուց արդեն այն փուլում եմ որ մենակս չեմ կարող կառավարել դա անհնար է հա մաքսիմալ փորձում եմ շփվեմ ներգրաված լինեմ այդ ամենաշատն եմ կարևորում որովհետև վերջի ես եմ բանի հիմնադիրն է ընկերության վարակակիրը այսպես ասած դու պետք է միշտ ամեն անկյունում բռնես շփվես վարակես քո հիվանդությամբ մարդկանց որ մարդիկ կարողանան այդ նույնը ռուպր դառնան հա հյուրի մոտ սպառողի մոտ եւ այլն
Ես դա հիմա անում եմ բաների, մենեջերների միջոցով ամեն ուղղությամբ։ Մենեջեր նկատի ունեմ կառավարողների, այսինքն խոհանոցում բրենդ շեֆն է, խոհանոցների պատասխանատուներն են, ռեստորանների կառավարիչ սրահների կառավարիչներն են, չգիտեմ, ֆինանսական տնօրենը, մարքեթինգի ղեկավարը եւ այլն, ասենց 1000 ուղղություն կա, այսինքն մենք հիմա 2 օր անցել ենք մեր թիմը աշխատակազմը, հա։ Այո, ու ագրեսիվ առաջ են գնում, պատրաստում ենք էլի շատանանք, նենց որ այդտեղ միած սկզբունք ունեմ, որ մեր այս վերջերս HR բաժինը ենք ձևավորել մեր ունենք այդ մարդկանց պոզիտիվը լինելն է։ Այս ամենակարևոր սկզբունքն է։ Դե պարզա, չես կարող օրինակ շեֆ խոհարարին ասես, շեֆ խոհարար ընտրես ու ասես տես պիտի պոզիտիվ լինի բան տես։ Պոզիտիվ որ տես բան չի մանա, այսինքն պրոֆեսիոնալ ասենք ունակություններն էլ իրա պետք է մի քիչ, բայց իմ փորձից ելնելով կարող ասեմ որ պոզիտիվ մարդկանց մոտ խնդիր լուծելը, թիվային մթնոլորտ ապահովելը, հյուրընկալությունում հոգատարություն տալը շատ ավելի հեշտ է ստացվում։ Ստարտափի պայմանները ավելի լավ են։ Դե հետո բանը նեգատիվը անմիջապես սնունդի վրա ազդում է, չէ՞։ Այո, մի անգամ չէ։ Ես ինչ դու այս։ Դեսի մենակ սամադրված ճաշես եփում հավով։ Հա, չգիտի։ Հոգի դնես։ Հələ հավեսով հա։ Հասկացանք որ պիտի հոգի դնես, դե հիմա ասենք թե մի հավես չի։ Չէ, լուրջ եմ ասում, բանը Դե ես իրաց խոհանոցում չգիտեմ դեմքերը չեմ տեսնում խոհանոցում, բայց որ գալիս է շեմից արդեն այդ պոզիտիվ ու շատ են, այդ որ ասիր աշխատակազմը, ինչ որ մի հատ աղջիկ սկզբում դիմավորում է, հետո մի հատ տղա դիմավորում, հետո մեկը ուղեկցում է, հետո մի հատ մեկը գալիս է տեղավորում է, հետո մի հատ մեկը գալիս է սպասարկում է, ու սա այդպես պոզիտիվ, սա ասենց այս լավ տրամադրության մեջ է, որ դե դա չի կարող լինի առանց ներսի այդ վիճակի, էլի։ Այսինքն դու չեն կարող մատուցողները գնան տենց խոհարարների մազերը տենց պոկեն ընդ ասեն, ես ինչ ես արախի չես ուղարկում բան, ասեն ինչ որ ժարգոնային լեքսիկոն բան, ու դու գազ վերադառնաս սրա, սկսես հոգատարություն տալ, տենց ուշ թե շուտ բան ալնում էլի, բացվում է էլի այդ որ այդքան էլ տենց չի կոմետ։ Դե հենց այդ բանն է նաև որ մեր խոհանոցը այդ էմոցիաների մասին է, դրա համար ինքը շատ մոտ է հյուրընկալությանը։ Ասենք եվրոպական երկրներում ինձ թվում է էլի ամենայն հարգանքով իրանք այդ մեր էմոցիոնալ բանը փոխհատուցում են այդ չափից ավել պրոֆեսիոնալ սենս մոտեցումներով տարբեր, հա։ Մենք ներքուստ այդ ունենք։ Հա։ Մենք ներքուստ այդ կարողանում ենք ապահովել, հենց որ այդ առումով էլ մեր խոհանոցը բանը յուրահատուկ է էլի։ Ու էլի ապացույցա որ բանը ուտեստների մասին չենք։ Որտեղ մարդը այսօր նաև մեր պրոյեկտները, այլ պրոյեկտներ չեն գնում միայն այդ ուտելիքի համար, հա։ Միգուցե այդ ուտելիքը քեզ ավելի համապատվում է այդ միջավայրում, հա, բայց միջավայրը թիվ 1-ն է։ Հա, էմոցիա է վաճառում։ Վերջը թե չէ մենք սա առաքման վրա նստած կլինեինք, հա։ Շատ պետքներս էր գնայինք հասնեին։ Առաքում կուզեի take away կուզեի, բան կուզեի, դու ուզում ես գնաս այդ վիճակը զգաս, այդ հոգատարությունը, այդ ուշադրությունը քեզ դիմավորում են ձեռից ձեռ են փոխանցում, սես տանում են, խնդրում ճապում են, ինչ եք ուզում։ Լուկն էլ զգուշ։ Այս սկզբում ես գիտեի որ բայց ինքը ոչ մի արտարոց բան չեն ճանաչում են դրա համար այդ սա, հետո հասկացա որ չէ, այդպես չի էլի, քեզնից չէ, բոլոր հաճախորդների հետ է կապված այդ։ Այո։ Իսկ եղել է դեպք որ օրինակ այդպես բան ֆիլմերում կա, չէ՞ որ ասում են շեֆ խոհարարին կանչեք ստեղ բան հաճախորդներ։ Կամ մենեջերին։ Հա ոչ չէ, ամեն օր։ Հա, շեֆ խոհարարին, չէ, մենեջերին կարան կանչեն ինչ։ Ну, տիպը շնորհակալության համար, տնօրենին էլ կարան կանչեն։ Չգիտեմ ինչ որ համային։ Տնօրենին էլ կարան կանչեն, հա, շատ ալում տես դեպ։ Հիմա հիմնականում կանչում են նկարվելու համար։ Հա։ Տնօրենին են ուզում, բան գնում ես, կարանք նկարվենք, բաս, որ իհարկե գնալուց դու բայց տրամադրված ես, որ հեսա տես ասելու են բան, էլի տես։ Բայց այս վերջերս եղավ տես մի հատ դեպք, ես շատ ծիծաղալ։ Ես էլի գիտեմ հերթական անգամ նկարվելու համար պետք է գնա, դու եկել են տնօրենին են հարցնում, բանսն, դուրս եկա շատ ջղայնացած մարդ է, նստած սեղանին, ընտանիքով, ջեմ բարևներ, եթե նայում, հա։ Ասում ինչ է կարել, էլի, մինչև հասնելը հասկանում եմ, որ ընդ պրոբլեմ կա, ասում ինչ է կարել, ասում է բան, առանց հերթի գնաց նստեց, ասում մենք բան չենք արել, մեր օնքել սենց բան, սենց խառը վիճակում ինչ որ բանի առանց հերթի գնաց նստեց, բան։ Գնում ասում բարև ձեզ, ոնց եք, բարև եք եկել, բան, ինչ խնդիր կա, ոնց կարամ ձեզ օգտակար լինեմ, բան, սենց ագրեսիվ, լսի դուք ձեռ եք առնում, вообще, ես ինչ եք անում, բան, ասում ինչ ա եղել։
բան էլի տենց դե հյուրընկալություն է դու պետք է մաքսիմալ սենց բանով ուրեմն հյուրընկալի փոխանցի որ ինքը իմ դեմ բան ունի ու այդ լավ չի լինելու ասում ինչ որ անձնական բան ընկեր ասում ինքը ինչ ճանաչում ասում ո՞ց 3 շաբաթ աստեղ եմ 2 շաբաթ ամեն օր գալիս եմ ինքինց տեղ չի տալիս ասում տեղ չկա լսի ասում տես բան հնարավոր չի ես 2 շաբթի եմ եկել 4 շաբթի եմ եկել ուրբաթ եմ եկել կիրակել եմ եկել տես բան չի լինում ասում ուրբաթ օրը տեղ չներ ասեի հա կիրակի օրը տեղ չներ բայց այսօր 2 շաբթի ախր ինչա նշանակում տեղ չկա ասած ու կռիվ անում դե արի այդ մարդուն ապացուցի որ բանն էլի տես իսկականից տեղ չկա որ շանս չկար այդ ապացուցելու էլի ոչ իմ թուքում եկել ասի 1000 ներողություն նստեք բան մենք հեսա մի ձև կանենք այն մյուս ռեզերվին գնացինք մի ձև բան արեցինք տեղավորեցինք այլ տեղ տենց բարդ գործ է մեր գործը բայց այդ մարդը եսը գիժան 3 շաբաթա տեղ չի եղել Դե ինքը մտածում է արդեն անձնական ինչ Չաս մտրամադրված ասում հենց իսկ տենում ասում տեղ չկա Հենց իրան տենում ասում է բայց իսկականից տեղ չկա ճանաչում է տեղի խնդիրը հա լուրջ է ինչ պիտի արվի Դա համար երկրորդն է բացել որ եղբայր ստեղ չկա գնացեք այնտեղ տեղ ունի Միջերու շատ է լավ տեղ է Սարյան փողոցի ամենասիրած տեղն է հա այսինքն այնտեղի вообще Ընդ լրիվ ուրիշ պատմություն է լրիվ ուրիշ պատմություն է ես էլ տենց լավ չի հասկանում եվրոպեյսկի է շատ էլի լրիվ ուրիշ Ընդ որում Սարյան փողոցը ընկերներ ասեմ ձեզ իմանաք շատ հնուց եղել է բաների հավաքվելու խոսալու մեր մեծեր մշակույթի գործիչներ գրողներ հավաքվել են Սարյան փողոցում մասնավորապես զրուցելու, շփվելու, խոսալու Նարդիաբանը Նարդին չեմ կարող ասեմ, բայց իրականում հիմ պատմություն ունի էլի այդ մշակույթը այդտեղ։ Դե դա ավանդույթները շարունակում են, էլի։ Հիմա այդ ավանդույթները դարավ այդ wine house-ների, բանի ու սաղ հավաքվեն, նստեն, շփվեն, խոսան, այդ մթնոլորտը միջավայրը պահպանվում է։ Սարյանն էլ էլի կողբացի պես վախենալու տեղ էր։ Ну, չէ, Սարյանը Կոնդի շարունակությունն է։ Նավսակի կարելի այդտեղ չգնալ, էլի, դες ուշ գիշերը բաց, էլի դες կողբացու հետ համեմատ ինքը ավելի աշխուժ։ Հա, խանութներ, բաներ, հիմնակ sense ինչ որ վիճակ։ Չէ, հիմա շատ է բաներ աշխուժացել Սարյանը։ Դա հիմա կոնկրետ Սարյանը հենց կոնկրետ ինքը իր նշանակություն ունեցող փողոց է, էլի, գինու փառատոները որ անում են պատահական չէ, էլի, որտեղ են անում։ Ասենք կարային ուրիշ փողոցում անեին, էլի։ Ինքը արդեն դարել է հենց գինու զրույցների շփման այտենց փողոց է դարել, էլի։ Այս տարի դեպ առաջ անգամ այդ գինու ընդհանրապես չէ եղել, որ ռեստորանը բացեցինք դրա համար, էլի։ Հայտնվեցի այնտեղ, այդ ունիկալ բան էր։ Այդ տենց մասսայական միջոցառում իսկապես բան, հոգիս փառավորվել գինու փառատոնը շատ մասսայական էր, էլի։ Որ նայում ես մասնակիցներին, որոնք շատերը դրսից են, իրանց են որ նայում ես, են որ ասում ես խերի մեջ լեցվան։ Այո։ Այդ օրը խերի մեջ լեցվան, էլի գուլյայցի ռեբյատա։ Ինձ միակ բանը դուրա գալիս այդ դրսի մարդկանց արձագանքը, որ հատուկ գալիս են հենց գինու փառատոնի համար, շատ-շատերը, ու հիացած, ապշած ու զարմացած գնում են, ոնց կարելի է փառատոն լինի խմիչքի մասին ու հարբած մարդ չլինի։ Այդ է ուզում ասել։ Չէ, բայց տոտալ խմած են սա։ Խմած է, բայց հարբած մարդ չկա։ Բանը ինչ որ բացասական պուճուրիկ բաներ կարող ալնել, բայց այտենց մասսայական խմացության դեպքում այտենց անշար բարի վիճակ, այդ դժվար է պատկերացնել, չէ, շատ լավ է, այդ առու շատ հետաքրքիր process է գնում։ Ռուսները գալիս են, ասում են, ասենք ոչ ոք։ Դու տենում ես ընդ բաներ կան, շտապօգնության մեքենաներ պայտակ տանում են, բայց դա բարի մեջ է այդ ամեն ինչը։ Ուրա։ Գրած։ Սիրիոն։ Կա ինչ որ աժոտաժ էլի դու քեզ ված չես զգում դրա։ Չէ, բայց ես պատկերացնում եմ, ասենք այդ կարգի միջոցառումը օրինակ Ռուսաստանում արվի ինչ կլինի։ Բացերը հենց իրանք դրա մասին են ասում։ Մասսայական ինչ որ բան։ Բոլորին մարդիկ էլի ասֆալտներին, ասենք, չգիտեմ, հանգած, հարբած, քնած չգիտեմ էլի, ասենք, իրանք զարմանում են դրա վրա, որ ոնց կար ասենց։ Հետո ժողովուրդ, դա մենք էլ սենց ենք կուլտուրական ժողովուրդ ենք, այդ նույն երկրների ժողովուրդները, մենակ Ռուսաստան չասեմ, եվրոպական էլի երկրներ կան, որ ընդեղ էլ է չարաշահում, ասենց ասեմ, ալկոհոլը, իրանք մեր մոտ մի քիչ զուսպ են։ Մի քիչ տենց ոչ թե մենք իրանց ասել ենք նո չխմեք, էլի, բայց իրանք մի քիչ տենում են, որ այդտեղ տենց պետք չի։
նկատել եք, որ իրանք զուսպ են։ Մենք էլ որ գնացինք ուրիշ երկիր, մենք էլ ենք գտել։ Մենք էլ ենք զուս, բայց նա ինչ է խնդիրը։ Ես ունեցել եմ այդպես դրսից հյուր, Ռուսաստանից են ռուսներ էին, էլի։ Ինքը ասես դուք ապշեցնող կուլտուրա բան ունեք, ասում եմ ինչից ես վերցնում, ասում եմ նա ես ուշադիր եմ, արդեն մի շաբաթ ստեղ եմ ասում, գարեջրի շիշը կամ բանը ձեռքը, ասում աղջիկ փողոցում քայլելուց չեմ տեսել, ընդ որում փնտրել եմ տղամարդ էլ չեմ տեսել։ Մեր մոտ ասում ընդունված աղջիկեր կգարեջուր խմելով փողոցով ծխախոտով խմիչքը ձեռները ասում բան են գալի, ասում ձեր մոտ այդ չկա, ասում այդ իմ համար ասի իսկ տղամարդ տեսել ես փողոցում այդպես խմելուց, ասում չէ։ Այսինքն մեր մոտ այդ բանը չկա, ինքը ասում է, այդ ես հասկանում եմ, որ դուք հին եք, հատուկ կուլտուրա կա ձեր մեջ։ Ասում ես, օրինակ, բան ասում, պրիմիտիվ բան եմ ասում, համառեր, ասում տղամարդիկ զգում են, որ քչերն են շորտիկ հագնում։ Բոլորը ասում դասական ավելի ջինս, շալվար, ասենք, այտենց բան, կարճ շորտեր, տեսնում են, որ դրսի մարդիկ են հագնում։ Ու եկողներն մենք այտենց ընկալվում ենք գիտեք։ Կովկասյան, պահպանողական, բան, շատ մարդկանց համար դրա համար զարմանալի է մեր այդ ազատությունը եւ այլն որ կա, այսինքն շատ հետաքրքիր բալանս ունենք էլի Հայաստանում, համ այդ պահպանողական մոտեցումները, ավանդույթները, համ էլ Գերխմի քեֆ։ ուզում ես ազատ, տեղի ազատ, ախպեր ջան, խմի, ինչ ուզում ես արա։ Մեկ էլ նախանցող հակել ես փանչեքդ բացած իրեն կա չէ, տենց Ասակի մի հատ տենց հա, տենց խորտ կլնի տենց։ Մեկ էլ նախանցող մի հատ բան ասեց նախանձում եմ ձեզ, ասեցի։ Ով կներես։ Այդ կինը էլ ասեց բանը նախանձում եմ ձեզ, ասեց ինչի, ասեց ես էլ եմ մամա, ասեց ձեր զգում եմ որ ձեր հեռախոսներին զանգում են, դուք ինչ հայերեն եք խոսում, բայց ինչ ջերմությամբ եք, որտեղ մամա հասկանում է որ մամջան ասում ես, մամջան ասում է, չգիտեմ այդ ոնց է ջան, մամջան, բայց զգում եմ որ շատ ջերմ բան ասում է, մեր մոտ այդ չկա, ասում օրինակ ինտեղ են որ զանգում է, բայց այց ասում, ասում այդ ջերմությունը ծնողների բան, ասում ես ես նախանձող եմ, էլի ասում վերաբերում ձեր մամաներին, բան։ Դու ասի, տենց հայ, էտա Դե դա էլ է մեր բաներից է էլի ընդգծող կողմերից է ծնողների նկատել էր էլի ամենահետաքրքիր որ փոքր նյուանսներ է բաները ուշադիր էր եղել նկատել էր այդ որ ասում է կանանց չեմ տեսնում սիգարետը ձեռքում ասում ուրիշ դուք հարցրել եք մեր լեզուն ոնց է հնչում կողքից չգիտեմ փորձել եմ շատ սիրուն սիրուն է հենց համար ասի ես օրինակ հա բանը մի անգամ այդ պիցերում եղավ մետրոյում գիրք եմ կարդում հայերեն է գիրքը, կողքս մարդ կար նստած, ասենց զգում եմ էլի ինքնայում, հա, ես կարդում եմ Պիտերի մետրոն աշխարհի ամենամեծ ու ամենախորը գետնի տակի գրադարանն է։ Ինչ ասում, հա։ Սաղ կարդում են վագոնների մեջ այդ գրադարանը, սաղ դիզայնը։ Սաղ կարդում են, ես էլ այնց հավեսով եի կարդում, այն որ մտածում ես անհարմար տեղ է, բայց շատ հարմար տեղ է կարդալու։ Ու այդ մարդը հա նայեց, ասեց ինչ լեզու է, ասի հայերեն, ասեց, ես ինչ սիրուն է ձեր տառերը, ասի, բա որ լսես։ Բա որ լսես։ Ասեց երկու նախադասություն կա, ասեց հալվում էր այդ։ Սիրադի մուրիս։ Չէ, նախադասություն, երկու բառ ասեր կներ ադիբու։ Ես էլ այտենց լավ կարծիք միջով էլ բա, երբ որ ֆիլիպինցումն է հարցրեցի, ոնց է, դեյակ դա ծարագիր։ Ասած ձելեն ու սենց իրանց համար էդ էր, էլի դանդաղ բան։ Արաբերենից հետո օրինակ մերը շատ սիրուն, էլի։ Սենց չէ՞ շուտ խոսում Արաբերենից հետո իրականում շատ սիրուն է, ֆիլիպինցուն ասա դու արաբերենը չես լսել։ Ասա արաբերեն լսես մեջքի գին ասա։ Վերացերն էլ է, չէ՞ օրինակ, մանավանդ Վրացերենը բոն ոնց մունատ գան ընտրել։ Երբ որ մանավանդ աղջիկ է խոսում, կին է խոսում։ Ինչ ա եղել այ ախպերը։ Ինչ է եղել, չէ՞, բայց նորմալ բառ է։ Հա նորմալ բառ է, ոնց է ջիգը։ Հոլա։ Ճիշտ է, ոնց է կռիվ անի։ Հա, միշտ տենց է։ Ուր հասանք։ Ջիգար կա, էմոցիա կա, էլի։ Այնտեղ էլ կա, էլի այդ էմոցիան։ Ինտրիգ կա, բան կա։ Բայց ֆրանսերեն ախպեր, բայց շատ դեկորատիվ ազգ են, էլի, ասում դեկորատիվ ազգ են, էլի, պակասացել մի չէ, սա ամեն ինչի չոր բան, բան դա մի ձելալի բասա, սա ինչ-որ բան է, արտիստիզմը ամեն ինչի մեջ, էլի։ Դե մենք էլ ենք ֆիքս տուր, բայց դե մենք հա չեմպիոն, բայց ես հիշում եմ Վրաստանում մի հատ գիդեր ռուսերեն խոսում է, դե իրանց ռուսերենը գիտես, էլի, տենց շատ վատ, նա, բայց ինքը գիդեր, էլի։ Ու պատմում եմ այդ եկեղեցու մասի, ես տենց
Սարա Բերնարյան, այդպես պատմություն է եկեցու։ Էդի Ստենի, ուսեցի որ այսպես պատմում էլի, պատերնա պատմում, ասենք ես հասկացա որ իրականում արտիստիկ ազգ են, էլի ասենք։ Աբխազահայերն են տենց մոշնի բան, այդ Աբխազիայում եմ զգացել այդ ցանկացած թեմայով այդ սուպեր էմոցիոնալ խոսալը, ու իդե բանը լավ հիշեցի բանի հարսանիք էի հայտնվել Աբխազիայում։ Այդ հետաքրքիր Ես գիտեմ տենց բանա գնում եմ էլի տենց մի ժամ նստեմ տենց հա բարեկամի բանա Շնորհավոր եմ։ կներես չէ հարսանիք չէր ծնունդ էր բայց ոնց որ հարսանիք էր էլի դա տենց մոշնի էր էլի ծնունդ էր ժամուկ էս բան արա ես չգիտեի իրանց գլխավոր ավանդույթներից մեկը այն որ մեր մոտ ասում են ալավերդի էս կենասներին իրանց մոտ է դրած է ճորով տղա ես ալավերդի մի արա Բացի դրանից հնչում է բոլոր ներկաների կենացները։ Ուֆ կենաց։ Ուրեմն ասենք նստած է, ասենք 100 հոգի։ 100 հոգու մասին պետք է կենաց հնչի։ 100 հոգին էլ պետք է ալավերդի անեն։ Դու պատկերացնում ես դա ինչ տևողություն էր։ Ոնց որ դա սերիալ նայ։ Կենացի մասին միջոցառում է, էլի։ Ու դա լուրջ անակնկալ։ Համադեկը էդի ուժեղ տղեկ։ Ուտելը կա, ուտելը։ Չէ, սաղ են ասում։ Մենք գիտենք մենք ենք տենց, այդ ինչ էր, այդ ինչ դա բաների էլի այդ համ քանակությունը, համ բանը, չափերը ուտեսների եւ այլն։ Բայց ուտում են թե մնում է։ Լսի, հիմնական մնում է, էլի։ Մնում է, մերոնք էլ են։ Մեմերոնք էլ որ շատ պատմում են, շատ չգիտեմ, միշտ մնում է, էլի։ Մոնղոլներն են գիտեն որ ուտում են ու Ոչմ շատ հետաքրքիր, ու տենց էմոցիոնալ ասացի։ Հա, պետք է ասել։ Դա ամենաբանն է, բայց այդ օտար միջավայրում որտես հոп ջոգում ես, որ այդ ընթացքում ես զգում, որ այդ ալավերդին պարտադիր թեմա է։ Սկզբում դες նորմալ է, բացած, ինչ որ հետո զգում ես, որ հեսա քեզ էլ են հասնում է։ Նախ չես հասնում ինչ պետք է ասեն քո մասին, ոչ մեկ էս չի ճանաչում ըստ էության նոր ինչ որ մարդ են տեսել, բայց ինչ որ բան ասվեց, ես էլ ինչ որ հակառակ արդեն հավաքել էի, էլի ինֆորմացիա տարբեր ինչ որ տեղերից, ինչ որ ալավերդին ասեցի, ազատ արդեն վայել։ արդեն էլ Հա դες ահավոր կոմպլեքսավոր եմ կենասների ճիշտ ասած, իմ համար սարսափելի բան է այդ էլի, ավանդույթ հա, իմ համար էլի։ Դժվարանում եմ ասել, ինձ թվում է բան, մարդիկ կմտածեն կեղծավորություն եմ անում բան, sense մատ բան, հա, խոսում է էլի, ասեն։ Չգիտեմ, իմ կենասները դրա համար չի ստացվում։ Ես պատկերացնում եմ, եթե դու ստեղ հայերեն լեզվով այդ կոմպլեքսի մեջ ես, այդ 100 հոգու մոտ է, որ եսի ինչ Ռուսերեն տակից տենց են դուրս եկել սա։ Չէ, որ պետք է տակից դուրս գա։ Այդտեղ տեղեր միշտ տենց է ուժերը հավաքվեցի, սենց դարագի վստահություն ես դու քեզ վարանում։ Իմիջա տոտա լեզուները քանի որ շատ մարդիկ են գալի Քամանչայում, դու ինչ նոր լեզուներ սովորել նաև Քամանչայում, բացի բանոցից։ 21-րդ դարում ինձ լեզու սովորել պետք չի։ Արհեստական բանականություն ունենք։ Հա։ Դա չգիտեմ, տեսել եք տեսանյութերը բանով ենք անում, արհեստական բանականությունով հաճախ տարբեր լեզուներով անում ենք ու ազդում է իդեպ։ Մարդիկ գալիս են մեկ, չգիտեմ, կանգնած է սկսում Չէ, կենթանի շփման մասն։ Սկսա հա, դա սկսում են այդպես ֆրանսերեն խոսալ, բարև ձեզ։ Բարև եկեք։ Բայց իրանք տեսել են էլի։ Չի ասում դա ինչ լավ չէ։ Ոնց դուք շատ լավ եք խոսում։ Անգիրեի կարել է սա, ասում չէ, արհեստական բանականություններ։ Շփումները տենց է, էլի, օտար լեզուներով։ Այսինքն մենք ունենում ենք տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնք որ առանց թարգմանչի, առանց հայի գալիս են ու պետք է իրանց այդ լեզու գտնել, յոլա գնալ։ Մենք ունենք թիմում տարբեր լեզուների դե հիմնականում բանն է, էլի, ռուսերենն է, անգլերեն, անգլերենով էլ դե բոլորը մնացածի հետ խոսում են, հա։ Բան, յոլա տանում ես, էլի։ Արեգ իսկ ամենատարօրինակ մարդը, այսինքն տարօրինակ երգիր, այսինքն որ դու չէիր պատկերացնում, որ տեղից ջուր կունենաս, որ երգիրից են եղել մարդիկ։ Լսի, տարօրինակ տենց ինչ որ հերրու կամ չլսված, չտեսնված ինչ որ բան։ Գրենլանդիայից օրինակ մարդ եղել է։ Չէ, տենց վստահ չեմ, որ եղել է թե չէ, բայց այն որ տեսանյութի արդյունքում օրինակ Չեխիայից կամ չգիտեմ Բելգիայից տեղացին կարա վեր կանա գա, այդ իմ համար անակնկալ էր։ Բայց մենք ունենք բավականին մեծ տոկոս, որ մարդիկ, այսինքն նայում են ու իրանց հաջորդ հանգիստը պլանավորում են, մանավանդ գաստրոտուրիզմի սիրահարները պլանավորում են Հայաստանում նաև գալու համար մեր ռեստորան։ Այդ օրինակ իմ համար անակնկալ էր։
Ես գիտեի մենք բան ենք անում, մենք կարանք թիրախավորենք մենակ տեղացի հայերին ու դրսի հայերին։ Հա, բայց դա ստացվեց բան էլի տենց հետաքրքիր։ Ճապոնիայից մարդիկ կան, ասենք մեր խոհանոցի իշխանով է իրան հետաքրքիր էլի ինձ այդ ռեակցիան հետաքրքիր է, ասենք ճապոնացու ասենք ծովամթերքին սովոր ինչ որ արմատների Լսի սուր համերով բաների խոհանոցների համար մենք բան ենք ռուսերեն բարգ է պրեսնի անհամ ենք մի քիչ իսկ օրինակ սլավոնական ռուսաստանից եկողների համար շատ հաճախ աղի ենք հակառակ էլի բան ենք կծու ենք եւ այս երկու ծայրահեղությունն էլ կա Երկու ծառայություններ կա, մենք միջին ինչ-որ բան ունենք։ Դա պատմություն հիշեցի։ Պիցերում ընկերներիցս մեկն է պատմում է, ասում է ծանոթներ եկել են, պիցեր ինչ-որ գործ են ուզում դնել, այդ ընկերոջս հետ են հանդիպել, որ ինչ-որ հարցով կարողանա իրան օգնի, ասում են ինչ եք ուզում անել, ասում է տարածք բան ենք վերցրել, պետք է բաստուրմը արտադրենք, ասում է մի արեք։ Ասում եմ ոնց արդեն վերցրել ենք միսը պատվիրել են գալիս է բամա ես իմ քանի տոննա սկսում են այդ բաստումեն ասում եմ 2 տարի կերանք այդ բաստումեն չեն ուտում աղի է այդ աղի է ռուսը չի ուտելու էլի դա մի հատ կարող է ծծի մի քանի տոննա սարքել աղի սուր համը դրա համար շատ հաճախ ունենք խաշնել չեն ես տենց ուրախացած բան մեր խաշը բան ասես դնում ես սեղանը բան ուտում ես կովի համը բան էս ինչ էր բան ասենք ռուս մի անգամ ասել что за жижа Դա ինձ է եկել էլի իմ միտքը, որ այդ համի մասին չի, էլի մեր մոտ էմոցիոնալ է այդ։ Խաշը դնում ես բերանը, հիշում ես մանկություն, այդ գիշերները էփել, պապին խաշա դրել կամ սրա այդ է մեր մոտ։ Էմոցիա։ Էմոցիա։ Վերապրում ենք էլ այդ ամենը։ Այս մարդը խաշ չի ուտում, բոլոր խաշի սեղաններին մասնակցում է։ Քնից ուշելու շատ ընկերներում գալիս է, որ ինքը նստած պամիդորով դված է Հարիս է։ Հարիսա կոտի բամ ասում գալիս եմ ես գալիս եմ խաշ ենք գնում արջիկա գիտենք որ չի ուտում բայց գալիս է ուրիշ բան ուտում բայց որ process-ին մասնակցի էլի Հանճարեղ process Ակամայից մի հատ հարց ինչ բառեր գիտեմ լավ մտար է մեր ոլորտում արվեստի մշակույթի կան այնպես բաներ հիասթափություններ էլի հաճախ շատ-շատերի մոտ լինում է միշտ հարցնում ենք հիասթափություն ռեստորանային ոլորտում հիասթափություններ լինում են ունեցել Լսի եթե ստե որևէ ռեստորատոր կամ բիզնեսմեն կան նստի ու այդ հարցի տասի չէ բարձր կծիծաղակ այդ շատ ծիծաղալու պատասխան կլինի էլի անհնար է ցավտ տան ոնց կարող մարդու կյանքն է ես կարծում եմ այդ բաների անկումների ու վերելքների մասին ու առաջին հերթին քո կռիվը ինքդ քո հետ է պատկերացնում ես ռեստորան ես բացում մտնում ես կովիդ ասենք ինչ տիպի անակնկալի մեջ ես դու էլի բան չի ասենք մինուս չես աշխատում է շրջանառության ասենք 97% անկում է всё բրծավ տորտավ փակվել է Դա հիասթափվում ես վախենում ես ուզում ես սա փագես փախտես չգիտեմ Դե հասկանում կովիդը որտեվ դուք սկսել եք ոնց Դա ամենավառ օրինակն է ամեն ամսվա վերջ հիասթափությունը գալիս է որ պետք է աշխատավարձ տաս հարկ տաս չգիտեմ վարձ տաս ուժեղ հիասթափվելու պահերն են դա Ունեցել ես ամսվա ընթացքում մի հատ դիմակով կոֆե խմող էլի Հա ամբողջովին կամ առաքում հատուկ շորեր էինք հագնում տենց դիզինֆեկցիա էինք անում լրիվ ու գնում էինք առաքման սաղս առաքիչ էինք հաշվապա Ես, չգիտեմ, շեֆ խոհարար, բոլորս առաքիչ են։ Դա Արեք։ Մենք հաղորդման այս հատվածում մի հատ sense կտոր ունենք։ Ուզում ենք, որ մեր հյուրը հիշի ինչ որ մի դեպք, որը համարում է իր կյանքում մեղք կամ չարաճճիություն, ասենք մանկական, որի համար կուզենար ներողություն խնդրեր։ Կուզենք դες մի հատ բան հիշես։ Մեղքերի թողությունը, հա։ Լսի, բանը Սարսափելի քանակությամբ խաղող եմ գողացել շատ մե ինդուստրիալ մակարդակներով ֆուրերով Լսի, դες երևի 7 8 9 չէ վիսում կոնկրետ հստակ տվել մի ասա Այն բան բարդ տարիներն էր այդ ժամանակերի մանկությունը 90-ականներ Հա, պապաս բան էր ոնց են ասում վայենի էր էլի զինվորական էր ու գնացինք բան մենք այդ ժամանակ որտեղ այնտեղ հոսանքի բանի խնդիր չկար Չոբանքյարա այնտեղ դոմիկներ կային բան այնտեղ էինք 2 տարի այնտեղ եմ ապրել առաջի դասարան այնտեղ եմ գնացել բան
ու այնտեղ սաղ sense շրջակայքում բան մեր զբաղմունքը էս էր ուշում բան ստրելբիշայից բաներ պատրոն գողանալ այնտեղ կանալ կար կանալից կրյաներ բռնել ինչ որ տարբեր տեսակի կենթայիներ իրար չորացնել իրար հետ կռվածնել եւ այլն ու ամենակարևոր այն բանը խաղողներ բաղեր մտնելն էր էլի ու տենց լավ վնասում էին ինդուստրիալ բան տենց վեդրոներով տենց բան կար ծնվում էին գնում կանալը անցնում ենք ու գնում ենք այդ խաղողների հետևից ոչ չգիտեմ այդ բաղերի տերերը նայում են թե չէ այս ներողությունը խնդրում որտեղ բաներ ես զգում էի որ էմոցիոնալ հակադարձում կա էլի հրացաններով բաներով եկեք ստել բայց արես խնդանում որ բանը բաղերի տերերից ներողությունը կար, բայց խեղճկրյաներ եմ արում բդիները ուսումնասենք չգիտենք էլի։ Արագյան շնորհակալ ենք, որ դու ժամանակ գտար եկար, ու մենք ուզում ենք մեր շնորհակալությունը նաև ասել մեր գործընկերոջ կողմից շատ սիրուն անակնկալ նվերով։ Կուզենք քո ռեակցիան տեսնենք։ Կուզենք բացես։ Այդ մեր սիրած կտորն է։ Այս հաղորդումը այս պահի համար ենք մենք անում, որ այս պահը տեսնենք, էլի։ Հոտը ուժեղ էր ինձ։ Օ, այս ուտելու չի։ Դու պիտի ասես դու մասնագետ ես ուտելիքի հետ կապված։ Այդ աստիճան մասնագետ չեմ էլի ես։ Չէ, ուտելու չի աղբ։ Հիմա էս մի հատ ինչ ենք անում։ ինձ հետաքրքիր Ինչ որ պահից կարա ուտելու դա։ լավ զակուսկի է, էլի։ Թե մի քիչ խմացն է, զակուսկի։ Շատ սիրել։ Այս որ հոտը քաշես էլ հասկացի, սուրճի հոտ պիտի գա։ Ճիշտ եմ հասկացի։ Ավանդական այսօր Էսպրեսո մակիա։ Էս իհարկե բանն է, մեր պապական չիզքեյքն է։ Հայկական պապական չիզկեյք։ Սան Սեբաստիան։ Արագյան, Սարլի Շատ շնորհակալ եմ։ արտադրանքն է, օճառներ են։ Համով լվացվելու եւ լողանալու համար։ Էլի շնորհակալություն ենք ես հայտնում ու հաջողություններ քո մեծ գործերի։ Ես եմ շնորհակալ պոզիտիվ զրույցի համար։ Շատ լավ էր։ Վայելեցինք ես։ Մերսի շատ, Արեգյան։ Խորանոցում, կարդիքներ ենք բացում